Ինչպես կարող է Սուրբ Հոգին լինել մի մարդու ներսում, ով միայն կեղտոտ մտքեր ունի։ Հասկացեք, որ կեղտոտ մտքերը ուղղակի կերպով չեն գալիս մարդու մոտ։ Այդ խնդիրը ունի իր արմատը։ Հնարավոր է մարդը համացանցում ինչ-որ վատ բան է նայում, և այդ մտքերն այդտեղից են գալիս։ Հնարավոր է համացանցում լսում են ինչ-որ մարդկանց, տեսնում են նրանց պահվածքը, և այդ ամենը կեղտոտում է իրենց միտքը։ Հենց այդտեղից էլ գալիս են կեղտոտ մտքերը։ Կեղտոտ մտքեր լինում են նույնպես այն մարդկանց մոտ, ովքեր դեռ չեն ազատագրվել։ Այդպիսի մարդիկ ավելի շատ են լցված կեղտոտ մտքերով, բայց դա չի նշանակում, որ կեղտոտ մտքերը միայն դիվահար մարդկանց մոտ են գալիս։ Երկու դեպքերում էլ հարկավոր է աղոթել Աստծուն։ Հարկավոր է նրանից օգնություն խնդրել։ Պետք է փորձեք ազատվել այն ամենից, ինչը որ կեղտոտեցնում է ձեր միտքը։